Բարև հայր ջան, ես անկեղծ արդեն չգիտեմ ես քաղաքական մեծ կրկեսի որ շերտին անդրադառնամ ու որին ինչ ասեմ։ Մեկը մեկից տափակ, ապազգային, հակապետական ու պրիմիտիվ, այն որ ստամոքս, փող ու իրար վրա կայանալու էժան մեթոդներ։ Մի հատ լուրջ ու խորքային քաղաքական խոսք կամ մտքի չես հանդիպի։ Նախորդ վիդեոներում խոսացի ՔՊ-ի ու ուժեղ Հայաստան կոչվածի գաղափարախոսություններից, որոնք այնքան խայտառակ ձևով զրոյական են, որ դրանցից ոչ մեկը չի պարունակում ոչ քաղաքակրթական տեսլական, ոչ ազգային ռազմավարություն, ոչ ապագայի հստակ մոդել, ոչ պետական մտածողություն, ոչ էլ հայ ժողովրդի համար մեծ նպատակ։ Նույնը կարելի է ասել նաև մնացածների մասին։ Պրիմիտիվ ծրագրեր, մակերեսային կարգախոսներ, դատարկ հայրենասիրական շաբլոններ, իրարից գողացած բառեր ու քաղաքական PR-ի փաթեթավորված փուչիկներ, որոնք առաջին իսկ լուրջ հարցի տակ պայթում են նենց, ոնց որ ասենք փչացած ակերը քարերի վրա։ Բայց այսօր դրա մասին չի, որ ուզում եմ խոսամ։ Բացի ըստ սրանց բոլորի զրոյական գաղափարախոսություններից, եկեք մի հատ ուշադրություն դարձնենք նաև որոշների վարքագծին ու կոնկրետ նրանց, որոնցից մեկը ժամանակին Հայաստանի նախագահ է եղել, մյուսն էլ հեռու իրանից ներկայիս գործող վարչապետն է։ Այսօր կխոսամ մի բանի մասին, որը ավելի վտանգավոր է, քան ցանկացած պարտություն, ավելի կործանարար է, քան ցանկացած տնտեսական ճգնաժամ ու ավելի մահաբեր է, քան անգամ արտաքին ու բացահայտ թշնամին։ Այդ ազգային մտածողության դեգրադացիան է, որովհետև համաձայնվեք թե չէ, բայց փաստը մնում է փաստ, որ ազգերը նախ պարտվում են լեզվի մեջ, հետո դրանից ելնելով նաև մտածողության մեջ, ու դրա վերջում էլ արդեն ուզած թե չուզած սահմաններին էլ ենք պարտություն կրում։ Ու այդ ազգային դեգրադացիայի ճարտարապետները հենց Հայաստանի քաղաքական էլիտա համարվող կերպարներն են։ Մի հատ լսեք սրանք ոնց են իրար հետ խոսում։ Այ կզացած մարդը ժողովուրդը քեզ կզացրել է։ Հիմա այ համբալ ինչ ունես դրա հետ։ Եվ հետո այ համբալ ինքը ոչ թե ուղղակի համբալ է, այլ Ալիևի համբալն է։ Ինքը այլ երկրի համբալ է։ Այ համբալներ։ То այ համբալ, այ համբալ, Այ համբալ, այ համբալ։ Այսօր ամբողջ աշխարհը նայում է Հայաստանին ու ինչ են տենում։ Տենում են մի երկիր, որտեղ նախկին նախագահը գործող ղեկավարին ասում է համբալ, գործող ղեկավարն էլ նույն համբալով պատասխանում է այդ նախկին նախագահին։ Ու այս դեգրադացիան ներկայացվում է որպես քաղաքականություն, որպես չակերտավոր բանավեճ ու որպես ազգային ընտրություն։ Այսինքն սրանց մեջ պետք է ընտրեք, հասկանում եք, ու իրականում նենց հետաքրքիր է ընտրելուց ինչի վրա եք հիմնվելու, ասենք ով է սրանցից ավելի լավ ասում համբալ, ընդհանրապես ընտրում են ծրագրերի մեջ, գաղափարախոսությունների մեջ, իսկ մի հատ նայեք սրանք ձեզ ինչ են առաջարկում, ինչ համբալ, հա։ Այս Քոչարյանի կողմից ուղիղ անարգանքը հենց իրա ընտրազանգվածի հանդեպ, ոչ թե Նիկոլի։ Նիկոլի կողմից էլ անարգանքը իրա ընտրազանգվածի հանդեպ, ոչ թե Քոչարյանի։ Այսինքն այս մարդիկ անգամ իրենց ընտրազանգվածին չեն հարգում, որովհետև ընտրազանգված հարգողը նախ ծրագիր է ներկայացնում ու դրա սահմաններից դուրս չի գալի, մանավանդ եթե եղել է ու հիմա էլ կա երկրի ղեկավար։ Այսինքն Քոչարյանի հույսը այնա, որ Նիկոլը իրանից վատ ներևա, որ իրան ընտրեն։ Դուք հասկանում եք սրա տակ ինչ է։ Ոչ մի բան։ Ընդհանրապես ոչ մի բան չկա, ոչ գաղափարախոսություն, ոչ միտում, ոչ նպատակի հասնելու ձգտում, ոչ ծրագրեր, ոչ էլ ինչ-որ բուն ասելիք։ Այսինքն էդ է իրանց միակ հույսը, որ մեկը մյուսից ավելի վատ է երևա, որտեվ եթե իրանից վատին չգտնի, ինքը ոչ մի լավ բան չի կարող առաջարկի, ու նույնը Նիկոլը։ Ոնց որ իր անդիմադիր ժամանակ էր Նիկոլը բոլորին բալանձյորի աբարոտ կեք ֆռում, նույնն էլ հիմա է, ասում ես թուրք, ասում է թուրքը դու ես, ասում ես Արցախ հանձնող, ասում է Արցախ հանձնողը դու ես, ասում ես Նիկոլ, ասում է Նիկոլը դու ես։ Կհիշեք այն վիդեոն, որ շմայսը ինչ ասես, ասում է, այսի նույնը ասում է դու ես։ Էսի այն տիպի է մնացել այդ աբարոտ կեքի տակ, երևի ձեզ էլ թվում է քաղաքական կոչ է ինչ-որ։ Ասում ես վարչապետ, ասում է վարչապետը դու ես, այդ վարչապետը դու ես, այդ վարչապետը դու ես։ Այս ասա։ Երբ ազգային ժողովում ասում են համբալի մեկում եք պատկերացնում, ով կարող է նման բան ասել։ Նիկոլից բացի ով կա համբալ։ Նույնն էլ հիմա է, լսել է իրան համբալ են ասում, ինքն էլ է ասում, ասում է համբալը դու ես։ Ու էսա ձեր իշխանությունն ու ընդդիմությունը։
Այս ազգային նվաստացման կենթանի հերարցակումը, այս քաղաքականության մահվան արձանագրությունը, այս այն պահն է, երբ պետությունը դադարում է մտածել ու սկսում է անիմաստ աղմկել, ու ամենասարսափելին գիտեք որն է, որ շատերն արդեն սովորել են սրան։ Շատերը այլևս այս մարազմից շոկ չեն ապրում։ Շատերը արդեն այս ամեն ինչին նենց են նայում, ոնց որ մի հատ փնթի կարա երկար ժամանակ նայ իր տան չմաքրած պատուհանին։ Այն որ սկզբում զզվում էր, հետո սովորեց, հետո արդեն չի էլ նկատում այդ կեղտը։ Բայց ազգը, որը սովորում է կեղտին ու աղբին, մի օր ուզի թե չուզի սկսում է ապրել դրա մեջ։ Ես հիմա չեմ պաշտպանում դրանցից ոչ մեկին, ոչ Նիկոլին, ոչ Ռոբերտին։ Իրանք իրար արժանի իշխանություն ու ընդդիմություն են։ Ես պաշտպանում եմ Հայաստանի Հանրապետության գաղափարը, որտեվ երբ երկրի նախկին ու ներկա ղեկավարները իրար հետ խոսում են փողոցային լեզվով, իրանք ոչ թե իրար են նվաստացնում, այլ պետության ինստիտուտը։ Ու դուք պետք է այնքան քաղաքականապես անկիրթ լինեք, որ ձեր ընտրությունը կանգնի սրանցից մեկի վրա, հա, որ անգամ պետական ինստիտուտ հասկացողության հանդեպ հարգանք չունեն։ Ախր սրանք ամբողջ աշխարհին ասում են, հեսա մեր քաղաքական քաղաքակրթության մակարդակը, ու հետո զարմանում ենք, թե ինչի մեզ լուրջ չեն վերաբերվում միջազգային քաղաքականության հարթակում։ Ասենք պատկերացնում եք, հիմա օրինակ էլի Սաուդյան Արաբիայի պրինցը մի հատ խնդրի, որ սրանց ասածները թարգմանեն։ Նստի լսի էլի ոնց են իրար համբալ ասելով թախ-թախ ֆորում։ Կամ ասենք Տրամպը, Պուտինը, եվրոպական երկրների ղեկավարները, то հենց Ալիևն ու Էրդողանը, հիմա պատկերացնում եք ոնց են նստած սրանց բոլորի վրա ղժում։ Այն ուժեղ Հայաստան կոչվածը ցեղասպանության հարցը չի դնում իրան որպես քաղաքական հիմք, սրանք իրար համբալ ասելով ֆռում են ու սրանց հետ եք ուզում հաղթանակների հասնեք։ Հայր ջան, լուրջ սրանք են ձեր իշխանությունն ու ընդդիմությունը, ձեր այլընտրանքը, հա։ Դուք սրանց եք լուրջ վերաբերվում, երբ ամբողջ աշխարհը ղժում է սրանց վրա, որտեվ ոնց կարան սրանց ու սրանց պատճառով նաև արդեն մեզ լուրջ վերաբերվեն, երբ մեր քաղաքական դաշտը ավելի շատ հիշացնում է քուչի փնթի ու անպատասխանատու բազար, քան պետական ռազմավարության քննարկում։ Ինչ պետք է մտածի աշխարհի որևէ լուրջ վերլուծաբան, երբ տենում է, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող ժողովրդի քաղաքական օրակարգը վերածվել է բամբասանքչի կնգան հարիր մի հատ բառային դատարկ փոխհրաձգության։ Ախր Քոչարյանին էլ սարքել եք մի հատ քաղաքական ու դիվանագիտական գիտելիքի գիգանտ։ Բա հիմա ոչ չէ հարցնեմ, խի ես անում մի բան, ինչը նույնությամբ կարա գախփի քեզ։ Այդ ինչ է, ասենք Նիկոլի կողմից 100%-անոց սպասելի պատասխանին դիմակայության ցուցադրություն։ Գիտես, որ հելնելու է ասի համբալը դու ես։ Հիմա քանի կոպեկ արժեր այդ ասել այդ, որ ոնց դու իրան ասեցիր համբալ, տենց էլ ինքը քեզ, ու դու բան չես կարող անես։ Ու հիմա որն է ալելու պատասխանը, նոր բառ ես հորինելու, դուրս գաս ասես այ թուրք, ինքն էլ ասի թուրքը դու ես։ Ախր ես մենակ լեզվի խնդիր չի, այս մտածողության խնդիր է, որտեվ լեզուն քաղաքակրթության ռենտգենն է, ինչ բառապաշար ունի քաղաքական էլիտան, այդ մակարդակի էլ պետության ներքին մշակույթն է։ Երբ քաղաքականությունն այլևս գաղափարների պատերազմ չի, այդ արդեն դառնում է բնազդների բախում, այսինքն դառնում է ֆաունա, գազանանոց, կենթանիների աշխարհումն է, էլի, որտեղ ցավոք սա պրիմատ են։ Հայր ջան, սա շատ հստակ պետք է հասկանաք, եթե ուզում եք, որ իրական քաղաքական դաշտ ձևավորվի Հայաստանում։ Ու երբ քաղաքականությունն այլևս ռազմավարություն չի, այդ դառնում է էժան շոու։ Երբ քաղաքականությունն այլևս ապագայի կառուցում չի, այդ դառնում է հույզերի առևտուր։ Ու մենք այսօր ապրում ենք հենց դրա մեջ։ Մարդիկ էլ չեն քննարկում, ինչ տնտեսական մոդել է պետք Հայաստանին, ինչ անվտանգային ճարտարապետություն է պետք Հայաստանին, ինչ ժողովրդագրական ռազմավարություն է պետք Հայաստանին, ինչ տեխնոլոգիական թռիչք է պետք Հայաստանին։ Չէ, մեզ ստիպում են քննարկել, թե ով ում ինչ անվանեց։ Ու ասեմ ձեզ, այս պատահական չի, այս զանգվածային քաղաքական պարզունակացման տեխնոլոգիա է, որ ձեզանից ոչ մեկ կարիք ու անհրաժեշտություն չզգա, որ պետք է ինքնակրթվել ու քաղաքականությունը հստակ հասկանալ քաղաքականության չափանիշները, հասկանալ քաղաքականության լեզուն, թե ով ու ոնց պետք է խոսա, մանավանդ երբ ժամանակին կամ հիմա երկրի ղեկավար եղել է կամ կա, որտեվ երբ ժողովուրդը մտածում է մենակ վիրավորանքի, քֆուրի ու սկանդալի մակարդակով, այդ ժողովուրդը դադարում է մտածել համակարգերի մակարդակով, իսկ ժողովուրդը, որը չի մտածում համակարգերով, միշտ դառնում է ուրիշի խաղի նյութ։ Մի հատ նայեք աշխարհի լուրջ պետություններին,
Հա, բան չունեմ ասելու, ընդեղ էլ կան հակասություններ, ընդեղ էլ կա կոշտ պայքար, բայց լուրջ պետություններում լուրջ քաղաքական գործիչները հասկանում են քաղաքական լեզուն ու դրա պատասխանատվությունը, որովհետև բառերը նույնպես ազգային անվտանգություն են։ Մի սխալ բառը կարա արժեզրկի պետության ամբողջ հեղինակությունը, մի անկառավարելի արտահայտությունը կարա ձևավորի ամբողջ աշխարհի վերաբերմունքը քո երկրի նկատմամբ։ Պետությունները մենակ բանակով չեն պաշտպանվում։ Պետությունները պաշտպանվում են նաև քաղաքական խոսքի մակարդակով։ Ու երբ այդ մակարդակը փլվում է, պետությունը սկսում է ներսից կորցնել իր հենարանները։ Հայր ջան, մի բան հասկացեք, ազգի ճգնաժամը սկսում է ոչ թե այն պահին, երբ թշնամին հարձակվում է, այլ այն պահին, երբ սեփական էլիտան դադարում է բարձրություն ներկայացնել։ Երբ ժողովուրդը այլևս վերև նայելով չի տենում որևէ օրինակ, այլ տենում է անիմաստ Բամբաս բյուրոյի աղմուկ, տենում է ցինիզմ ու տենում է քաղաքական թատրոն, էժան թատրոն։ Ու այս ամենավտանգավորը, որովհետև եթե ժողովրդի առաջ կանգնած մարդիկ չեն բարձրացնում ժողովրդի մտածողության մակարդակը, ապա իրանք դառնում են ազգային հետընթացի գործակալներ։ Քաղաքական գործիչը մենակ կառավարիչ չի, ինքը ազգային հոգեբանության ճարտարապետ է։ Եթե ինքը խոսում է ցածր մակարդակով, ժողովուրդը սկսում է մտածել նույն ցածր մակարդակով։ Եթե ինքը խոսում է ագրեսիվ պարզունակությամբ, հանրությունը սկսում է ապրել այդ նույն ալգորիթմով։ Ու հետո զարմանում ենք, թե ինչի է հասարակության մեջ աճում այս ատելությունը, ներվայնությունն ու թունավոր մթնոլորտը, որտեղ վերևից եկող խոսքը դարել է հոգեբանական աղտոտում։ Ու հիմա ամենակարևոր հարցը, եթե սրանք են Հայաստանի քաղաքական ճակերտավոր էլիտան, ապա ով է կառուցելու Հայաստանի ապագան, մի հատ կասեք, ով է խոսալու քաղաքակրթական ռազմավարությունից, ով է խոսալու ազգային վերածննդից, ով է խոսալու տեխնոլոգիական ինքնիշխանությունից, ով է խոսալու նոր հայկական պետական մոդելից, ով է խոսալու այն Հայաստանի մասին, որը պետքա ոչ թե գոյատևի, այլ դառնա ուժային կենտրոն։ Էլի մենակ լույսի բանակը։ Ու դրա համար է, որ թե Քոչարյանը, թե Սերժը, թե Նիկոլն ու ճակերտավոր ուժեղները ամեն ինչ անում են, որ լույսի բանակի մասին ոչ մի խոսք չլինի իրանց ալիքներում ու լրատվականներում։ Իսկ այսօր ամբողջ մեդիա դաշտը մենակ իրանց լրատվականներն են ու իրանց ալիքներն են։ Դրա համար էլ ահագին մարդ լույսի բանակին չի ճանաչում։ Ու դա նորմալ է, որտեվ իրանք բոլորն էլ վախում են մեր հետ մրցակցելուց, քանի որ գիտեն, որ ցանկացած առումով իրանք անգամ միասին վերցրած մեր կեսն էլ չկան։ Դե իհարկե բացի ֆինանսից, որտեվ թալանողը մենք չենք եղել դրա համար։ Մենք երբեք չենք էլ լինելու թալանող, այդ իրանց սովորությունն է։ Ու դրա համար էլ սրանցից ոչ մեկ չգիտի պետականության գինն ու ազգի արժեքը, որովհետև պետությունները չեն փրկվում փոխադարձ վիրավորանքներով, պետությունները փրկվում են մեծ գաղափարներով ու մեծ գաղափարները երբեք չեն ծնվում փոքր բառապաշարից, սա հստակ իմացեք ու միշտ հիշեք։ Այնով ունի քիչ բառապաշար ու այնով գիտի մենակ վիրավորել, քրֆել ու խոսույթը իջացնել ամենացածր մակարդակի, ինքը չի կարա ծնի գաղափար կամ գաղափարախոսություն, որովհետև քաղաքականության ամենաբարձր մակարդակը ոչ թե հակառակորդին վիրավորելն է, այլ հակառակորդից գաղափարապես բարձր կանգնելն է։ Հիմա այս բոլոր թեկնածուների մեջ մատնանշեք որևէ մեկին, ով լույսի բանակից գաղափարապես բարձր է կանգնած, ով ունի ավելի մեծ ու ծավալուն քաղաքական ծրագիր, քան լույսի բանակինն է, չկա տենց մեկը։ Դրա համար է, որ բոլորը խուսափում են մեր անունը տալուց, որ հանկարծ ավելի շատ մարդ մեզ չճանաչի։ Ու նորից եմ ասում, քաղաքականության մեջ կարելի է մենակ գաղափարապես կռիվ տալ հակառակորդի հետ, ձեռի հետ էլ այո, կարելի է վիրավորել, եթե կարիքն ու անհրաժեշտությունը կա, բայց մենակ վիրավորել ու չունենալ ոչ մի գաղափարական առավելություն, այդ արդեն մտավոր ու քաղաքական սնանկություն է։ Ու Հայաստանին այսօր պետք չի հերթական իրան ճաղող, գորգորացող կամ քֆուր տվող դեմք։ Հայաստանին պետք է քաղաքակրթական առաջնորդության նոր տեսակ։ Պետք են մարդիկ, ովքեր կկարողանան ազգին վերադարձնել մտքի հեղինակությունը, որտեղ այսօր Հայաստանում ամենաողբերգական կորուստը տարածքը չի, այլ մտքի հեղինակության կորուստն է։ Ու այդ է պատճառը, որ մենք համել տարածք ենք կորցնում։ Երբ բարձր ինտելեկտը դուրս է մղվում քաղաքականությունից ու տեղադրվում քֆուրին ու քուչի բազարներին, քաղաքականությունը լցվում է էմոցիոնալ աղմուկով, իսկ աղմուկը երբեք պետություն չի կառուցում։ Աղմուկը մենակ քողարկում է պետության փլուզումը։ Ու ես հիմա ուզում եմ, որ բոլորդ մի պահ կանգ առնեք ու մտածեք, եթե վաղը աշխարհի որևէ գերտերության ղեկավար բացի ու ծանոթանա հայկական լրահոսին, հետնել մի հատ կարդա ամեն հոդվածի տակ գրած քֆուրներով ու դատարկաբանությամբ լի մեկնաբանությունները, ինքը ինչ է տենալու, ինչ եզրակացություն է անելու Հայաստանի պետության, իշխանության ու ժողովրդի մասին, որ էսա այն ազգը, որը հազարամյակներով քաղաքակրթություն է ստեղծել։
Էսա այն ժողովուրդը, որը գիր ու մշակույթ է տվել աշխարհին։ Էսա այն երկիրը, որի քաղաքական միտքը պետք է դառնար տարածաշրջանային ինտելեկտուալ կենտրոն։ Թե կտենա մի երկիր, որտեղ իշխանության համար պայքարողները պետության լեզվով խոսալ չգիտեն ու տենց էլ իրենց ընտրազանգվածին են դաստիարակում։ Այս գլոբալ անմակարդակ վարքագծի համար եք հարգանք սպասում աշխարհից։ Մի բան լավ իմացեք, որ ազգերը ոչնչանում են ոչ միայն թշնամիների պատճառով, այլ նաև այն ժամանակ, երբ սովորում ու ընտելանում են ցածր նշաձողին, երբ դադարում են պահանջել բարձրություն, երբ ասում են դե ինչ անենք, բոլորն էլ նույնն են, չէ, բոլորը նույնը չեն։ Եթե անգամ ամբողջ քաղաքական դաշտը որոշի իջնել մինչև ամենատակը, ազգը պարտավոր է պահանջի վերելք, որտեվ եթե ժողովուրդը դադարում է պահանջել բարձր մակարդակ, պատմությունը սկսում է պատժել այդ ժողովրդին միջակությամբ, անկայունությամբ, պարտություններով ու խայտառակությամբ, ինչին էլ այսօր փաստացի ականատես ենք։ Հայ ժողովուրդը հազարավոր տարիներ գոյատևել է ոչ թե միայն ֆիզիկական ուժով, այլ նաև մտքի ուժով։ Մենք միշտ մեծ ենք եղել մեր քաղաքակրթական կշռով, իսկ երբ կորցնում ենք այդ կշիռը, սկսում ենք վերածվել սովորական տարածքի։ Իսկ այդ սովորական տարածքի ղեկավար կարասազի մենակ Սերժը Քոչարյանը, Լևոնը, Նիկոլը մեկ էլ հենա, նորից եկել են մի քանի հատ։ Իսկ Հայաստանը երբեք չպետք է դառնա ուղակի տարածք ու ունենա սրանց նման ղեկավարներ։ Հայաստանը պետք է լինի գաղափար, մշակույթ, ուժ, մտքի բերդ ու քաղաքակրթական դիրք։ Ու դրա համար նախ պետք է վերջ տալ քաղաքական գռեհիկության նորմալացմանը։ Պետք է չաջակցել ոչ մեկի, ով իր քաղաքական մակարդակով ավելի ցածր է, քան Ադրբեջանի չակերտավոր քաղաքակրթությունը։ Պետք է վերջ տալ այն մտքին, թե աղմկոտ մարդը ուժեղ մարդ է։ Ամենաբարձր մակարդակի մարդիկ հաճախ խոսում են ամենահանգիստ տոնով, որտեվ իրական ուժը գոռալու կարիք չունի, իրական ինտելեկտը վիրավորելու կարիք չունի, իրական առաջնորդը չի իջնում այնտեղ, որտեղից հետո պետությունն է փոքրանում։ Ու հիմա ես դիմում եմ բոլոր հայերին, դուք ինքներդ ձեզ հարգելով երբեք մի ծափահարեք քաղաքական կրկեսին ու քաղաքական ծաղրածուներին։ Մի խառնեք ագրեսիան առաջնորդության հետ, մի խառնեք բարձր ձենը ուժի հետ ու մի խառնեք փողոցային բառապաշարը ժողովրդի ներկայացուցչության հետ։ Որովհետև այն ժողովուրդը, որը սկսում է սիրել քաղաքական շոուն, մի օր արթնանում է քաղաքական ավերակների մեջ։ Հայեր ջան, պահանջեք մակարդակ, պահանջեք միտք, պահանջեք պետականություն ու պահանջեք ապագա հստակ ծրագրերով ու դրանց երաշխավորմամբ, որտեվ եթե դուք չպահանջեք բարձրություն, ձեզ միշտ աղմուկ ու լոլոներ են վաճառելու, ձեզ պահելով ամենացածր նշաձողի մոտ։ Հայաստանի խնդիրը մենակ այն չի, որ վատ մարդիկ են իրար հաջորդելով եկել իշխանության։ Հայաստանի խնդիրը նաև այն է, որ չափազանց երկար ժամանակ մեզ սովորացրել են ցածր նշաձողի հետ համակերպվել։ Բայց պատմության ամենամեծ շրջադարձերը սկսվել են հենց այն պահին, երբ ժողովուրդը հանկարծ ասել է բավական է, հերիք է, մենք ավելի բարձր որակի պետության ենք արժանի։ Ու ես հավատում եմ, որ այդ պահը գալու է, որովհետև հայ ժողովուրդը կարա երկար քնի, բայց երբ արթնանում է, փոխում է պատմության ուղղությունը, ու այդ արթնությունը մենակ լույսի բանակի հետ է ունենալու։ Հիշեք, որ ամեն օրը, երբ ես մտքին փորձում եք հակադարձել, որ մենակ լույսի բանակի հետ է ձեր փրկությունը, ընդհանրապես հետաձգում եք ձեր արժանապատիվ ու հաղթանակած կյանքը։ Դրա համար նորից կկրկնեմ, տա Աստված, որ օր առաջ դուք ձեզ խոստովանեք, որ լույսի բանակից բացի ուրիշ ճանապարհ չունեք։ Ու հիշեք, որ պետությունը սկսվում է ոչ թե խորհրդարանի շենքից, այլ ձեզանից յուրաքանչյուրի գլխում, մտքում։ Եթե գլխում քաոս է, երկրում էլ է քաոս ելնելու։ Իսկ եթե գլխում կա մակարդակ, պետությունն էլ է բարձրանալու։ Ուստի ընտրությունը շատ ավելի խորն է, քան անունները։ Ընտրությունը քաղաքակրթական է։ Կամ մենք շարունակելու ենք ապրել քաղաքական աղմուկի դարաշրջանում, կամ Հայաստանը դառնալու է մի վայր, որտեղ խոսքը կրկին կունենա արժանապատվություն, միտքը հեղինակություն, իսկ քաղաքականությունը բարձրություն։ Որովհետև ազգը, որը կորցնում է խոսքի բարձրությունը, վաղ թե ուշ կորցնում է նաև պատմության բարձրությունը, պատմության հիշողությունը։ Իսկ ես հրաժարվում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը ծնվել է քաղաքական կրկեսի հանդիսատես դառնալու համար։ Մենք ստեղծված ենք ավելի մեծ բանի համար, շատ ավելի մեծ։ Ու հենց այդ մեծը սկսվելու է այն օրը, երբ Հայաստանը նորից կհիշի, որ պետությունը գոռալով, վիրավորանքով ու քֆուրով չեն կառուցում։ Պետությունը կառուցում են այն մարդիկ, որոնց մտքի բարձրությունը ստիպում է նույնիսկ հակառակորդներին լռել։ Ու եթե քաղաքականությունը դարել է շուկա, ուրեմն ժամանակն է վերադարձնել նրան տաճարի կարգապահությունը։ Ու վերջապես, եթե քաղաքականությունը դարել է անձնական վիրավորանքների մրցույթ, ուրեմն ժամանակն է հիշացնել, որ պետությունը շատ ավելի մեծ է, քան ցանկացած քաղաքական դերասան։
Մի բան թող հստակ հասկանալի դառնա բոլորի համար, որ պատմությունը երբեք չի հիշում, թե ով ինչ անվանեց։ Պատմությունը հիշում է մենակ մի բան, ով էր այն մարդը, ով աղմուկի դարաշրջանում վերադարձրեց ազգին բարձրության լեզուն։ Նենց որ ինչ, բայց վստահ եղեք, որ Լույսի բանակի ու իմ հետևորդների մեջ գոյություն չունեն, նենց մարդիկ, ովքեր բարոյապես մեռած են։ Նմանները ուղղակի չեն կարա Լույսի բանակի աջակից ելնեն։ Նենց որ խոնարհումս բոլորին, ովքեր հասկանում են իմ լեզուն ու Լույսի բանակի գաղափարախոսությունը, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ել ավելի իմաստությամբ։ Ով դու հայոց, դու ծնվել ես ժամանակից առաջ, դու քայլել ես ուղիղ, երբ մյուսները շեղվել են ձախ ու աջ, դու ես միշտ եղել կանգնած ամենամոտը Աստծուն, դու կայիր, երբ դեռ պատմությունը չուներ անգամ անուն, դու կայիր, երբ դեռ քարներ խոսում, երբ լեռներն էին քո շունչը հիշում, դու ես առաջինը ստեղծել, արարել սրբությունը քո պահել ու եղել ես լույսը մշուշում, քո արյուն դու պահել ես աշխարհում քեզ տրված հողն ու քո պատիվը, բայց քեզ մի օր խաբեցին ու շրջեցին քո պատմության անիվը, քո ձեռքով են կառուցվել արժեքներ, որոնք նույնիսկ ժամանակը չի համարձակվել փշրել, քո կերտած մեծ պատմությունն է, որ նույնիսկ դարել անց աշխարհն է հիշել, բայց այսօր դու կանգնած ես քո լռության մեջ կուրացած, շփոթված ու վախեցած, ինչ եղավ քեզ հայացք, որ դարձել ես դու այսքան մոլորված, կանգար հայացք և մի պահ գտիր այն կարճ, բայց կարևոր ժամանակը, որ ականջ դնես ու լսես, թե ինչ է քեզ ասում քո լույսի բանակը, լսիր ոչ թե հակահայերից քեզ հասնող մեր մասին բամբասանքն ու զրպարտանքը, այլ լսիր մեր գաղափարը, առաջարկը, արթնությունն ու նպատակը, խաբկանքների մեջ փաթաթված սպասում ես հրաշքների, որոնք երբեք չեն գալու, կանգար, հայացք, մի պահ լռիր և լսիր ոչ թե աղմուկը, այլ իմաստը, իմացիր լույսի բանակի նպատակը, որը դեռ շնչում է քո փրկությամբ, դարեր անց կանգնիր այն շարքերում, ուր կհաղթես քո պատմությամբ, նրանք, ում կողքին այսօր կանգնում ես նրանց հետ դատարկ հույսեր կապելով, քեզ գնում են, քեզ չափում են, քեզ խաբում են քո իսկ հավատով, բայց դու ապրանք չես, դու Աստծո ընտրությունն ես ու քո ավետյաց, հողի հավերժ պահապանը, քո գենի կոտավորումն այսօր կրում է միայն լույսի բանակը, ու դու ես նրա հզոր զինվորը, քո վախերի վրա խաղում են քո թշնամու ծառաները, քեզ առաջնորդ ներկայացող ծաղրացուները, ովքեր բեմադրում են ճար, իբր գիտեն քո ցավերը, բայց նրանք քո տան մեջ ներդրված գործակալներ են, իսկ դու նորից կույրի նման գնում ես նրանց հետևից, ու տուժում են քո երեխաներն ու ծնողները, ստհատվիր և կրկնիր մեզ հետ,
Հիշիր, կրկնիր ու հավատա։ Լույսի բանակ եւ առաջ Աստված։